Բարև ձեզ սիրելիներ, շարունակում ենք մեր աստվածաշնչյան սերտողությունը եւ այսօր հասել ենք առաջի թագավորաց 11 եւ 12-րդ գլուխները։ 11-րդ գլուխը ամոնացիների թագավորը Նաքասը պաշարում է Հաբետ Գաղաթ քաղաքը եւ սպառնում նրան բնակիչներին։ Ժողովուրդը վախենում է եւ պատրաստ է հանձնվել, եւ Սավուղը լսում է այդ լուրը, Աստծո հոգին զորությամբ գալիս է նրա վրա։ Նա հավաքում է Իսրայելի ժողովրդին եւ Տերը մեծ հաղթանակ է պարգևում։ Պատերազմից հետո ժողովուրդը ցանկանում է մահապատժի ենթարկել այն մարդկանց, ովքեր նախկինում կասկածում էին Սավուղին։ Բայց Սավուղն ասում է. այս օրը ոչ ոք չի մահացվի, որովհետեւ այսօր Տերը փրկություն գործեց Իսրայելում։ Այնուհետև ամբողջ ժողովուրդը գնում է Գաղդաղը եւ Տիրոջ առաջ նորոգում թագավորությունը։ Սավուղը այս պահին չի ընտրում վրեժխնդրությունը։ Նա ընտրում է ողորմությունը։ Սա մեզ ուղղում է դեպի Հիսուս Քրիստոսը։ Երբ Հիսուսը հաղթեց մեղքին եւ մահվանը խաչի վրա, նա չեկավ դառնա դատապարտելու բոլոր մեղավորներից, այլ մեզ փրկելու։ Նույնիսկ խաչի վրա նա աղոթեց իրեն խաչողների համար։ Հայրների նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Լուկասի 23:34։ Սավուղի հաղթանակը ժամանակավոր է, սիրելիներ, բայց Հիսուսի հաղթանակը հավիտենական է։ Նա հաղթեց ոչ միայն մեկ թշնամու, այլ մեղքին, մահվանը եւ սատանային, որպեսզի բոլոր հավատացողները կյանք ունենան նրա մեջ։ Առաջի թագավորաց 12-րդ գլուխը Սամուելը հավաքում է ամբողջ ժողովրդին եւ հիշեցնում նրանց Աստծո հավատարմության մասին։ Նա պատմում է, թե ինչպես է Տերը մշտապես ազատում իր ժողովրդին, երբ նրանք աղաղակում էին իրեն։ Նա նաեւ ցույց է տալիս, որ ժողովուրդը սխալվեց, երբ ավելի շատ հույսը դրեց երկրային թագավորի վրա, քան Աստծո։ Սակայն նույնիսկ նրա սխալներից հետո Սամուելը հույսի խոսքեր է ասում։ Մի վախեցեք Տիրոջից, ծառայեք նրան ճշմարտությամբ եւ ամբողջ սրտով, որովհետեւ տեսեք թե ինչ մեծ բան արեց ձեզ համար Տերը։ Եվ հետո ասում է գեղեցիկ խոսք 12:31, բայց ես քավ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ, դադարելով ձեզ համար աղոթել, այլ ես ձեզ կսովորեցնեմ ուղիղ ճանապարհը։ Սամուելը հավատարիմ մարգարե եւ բարեխոս էր։ Նա աղոթում էր ժողովրդի համար եւ երբեք չէր դադարում միջամտել նրանց օգտին։ Սակայն Սամուելի ծառայությունը մատնանշում էր ավելի մեծ բարեխոսի։ Այդ բարեխոսը Հիսուս Քրիստոսն է։ Եբրայեցիների 7:25-ում գրված է. նա միշտ կենթանի է նրանց համար բարեխոսելու։ Այսօր Հիսուսը նստած է հոր աջ կողմը եւ բարեխոսում է մեզ համար։ Երբ մենք թուլանում ենք, նա չի լքում մեզ։ Երբ մենք ընկնում ենք, նա շարունակում է միջնորդել մեզ համար։ Սամուելը հիշեցնում էր ժողովրդին Աստծո մեծ գործերի մասին։ Իսկ Հիսուսը ինքը Աստծո ամենամեծ պարգևը եւ մեր փրկության կատարյալ իրականացումն է։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ յուրաքանչյուր հաղթանակ Աստծուց է եւ Տերը գործում է մեր կյանքում, ամբողջ փառքը պետք է տանք միայն նրան։ Նրանք նաեւ հիշեցնում է, որ մենք երբեք միայնակ չենք։ Այսօր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեզ համար։ Եթե այսօր անցնում եք փորձության, հիշեք երկնքում կա մեկը, ով մշտապես ներկայացնում է ձեզ հոր առջև։ Դա մեծ մխիթարություն է եւ վստահություն է յուրաքանչյուր հավատացյալիս համար։ Սիրելիներ, Աստված օրհնի ձեզ, եթե դուք օրհնվեցիք այսօրվա այս մեկնությունից, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ, Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները։ Ամեն։